ես բումբումի Ժպիտը կոտակի տոտաները բումբումի Սիրո լծրուսը տերը դու ամենքի Սիրո լծրուսը տերը ամենքի Սիրո լծրուսը տերը դու ամենքի Եթե որոշել եք ձեր փոքրիկի ծնունդը նշել տանը, դպրոցում կամ մանկապարտեզում, ապա զանգահարեք եւ ուրախ ծաղրացուներն ու հեքիաթի հերոսներն այցելելով ձեզ այն կդարձնեն հրաշքներով լի տոն։ Լավագույնը փոքրիկների մենք սիրով սպասում ենք ձեզ։ Ես ուզում եմ շնորհավորել բոլոր կանանց իրենց տոնի կապակցությամբ, ցանկանում եմ նրանց առողջություն, երջանկություն եւ ամենակարևորը երկար տարիների կյանք։ Հատկապես ուզում եմ շնորհավորել իմ սիրելի մայրիկին, քույրիկին եւ Սիսի միջնակարգ դպրոցի բոլոր ուսուցչուհիներին եւ աշակերտուհիներին։ Ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ սիրելի փոքրիկներ, այս անգամ ես հյուր եմ եկել Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի երկրորդի 7 դասարանին, որովհետև մեզ նամակ է գրել այդ դասարանի աշակերտ Հարությունը։ Ես ինձ հետ բերել եմ նաև նախորդ դպրոցի պատրաստած Վիկտորինան, որը պետք է կարդամ այս դասարանում։ Ինձ համար դա անակնկալ է, որտեղ ես ոչ մի միջամտություն ցույց չեմ տվել Հարությունի կողմից, որ այդ նամակը գրել է, անակնկալ էր ինձ համար։ Ես ասեմ, Հարությունը յուրահատուկ ընդունակություններ ունի, խելացի երեխա է, պատրաստական, ակտիվ, դաստիարակված, զուսպ, յուրաքանչյուր պատասխանը ինքը մտածում է, նոր ձեռք է բարձրացնում։ Զարգացած է նրա մոտ նաև մաթեմատիկական տրամաբանությունը, շատ ապագա լավ մաթեմատիկոս է լինելու իմ Հարությունը, դա էլ ասեմ։ Ամեն ձևով կարող եմ դրական գեղեցիկ խոսքեր ասել գովասանքի, որ արժանի է մեր Հարություն, բարև։ Ինչպես ես գրել նամակը, կպատմես ինչպես իմացար եւ գրեցիր։ Ես Զրումիկի նամակ գրեցի, որովհետև ինքը մեզ ասել էր շոուա, ով հաղթեց, իրաց դասարանը կգա կնկարվի։ Գրեցի, ես եկա։ Միայնակես դեր թե քեզ մայրիկն է օգնել, կամ ուսուցչուհին է օգնել, կամ քո դասընկերուհին է օգնել կողքիդ նստած։ Մայրիկն է օգնել։ Միայն։ Իսկ դասընկերուհուդ հետ վիճում ես։ Չէ։ Չես վիճում։ Իսկ կա դասարանում ինչ-որ մեկը, որի հետ միշտ վիճում ես։ Մեկ-մեկ եմ։ Բայց շատ հաճախ չի լինում։ Հաճախ չի լինում։ Ինձ մի փոքր կասեք, Հարությունը շատ կռվարար տղա է, թե ոչ։ Ես նաև ավելացնեմ, մեր դասարանը անցյալ տարի անվանակոչվեց Անդրանիկ Մարգարյանի անունով։ Հենց այնպես այդ անվանակոչումը չիրականացվեց կամ չնշանակվեց մեր դասարանին, որովհետև արժանի երեխաներ են։ Եվ բոլորը իրենց պատկի զգացումը ունեն, որ շարունակեն Անդրանիկ Մարգարյանի գործի շարունակողները լինեն, արժանի զավակները լինեն, նաև որ դրա շնորհիվ մենք ունենք ստենդ պատրաստված Անդրանիկ Մարգարյանի մասին, դպրոցը անվանակոչվում է հրամանատար լեգենդար ազգային հերոս Մոնթեի անունով, մենք ունենք Մոնթեի անկյունը, բազմաթիվ առօրյական նկարներով, ֆոտոստենդներով մենք կարող ենք ապացուցել ինչքան հետաքրքիր անցնում է երեխաների առօրյան, բացի ուսումնական պրոցեսներից դաստիարակչական մեծ աշխատանքներ են տարվում, նրանք գնացել են Պանթեոն, գնացել են Եռաբլուր, երեխաները շատ հայրենասիրական երգեր են ունկնդրում, պատրաստել են իրենց տապանակները, հուշալբոմների մեջ ունեն իրենց անձնական ալբոմների մեջ իրենց հուշերը, որ ներգրաված է եւ նկարագրում են ողջ իրենց այս տարեկես աշխատանքները, որ իրենք սովորում են մեր դպրոցում։ Ես գիտեմ, որ ձեր դասարանը Անդրանիկ Մարգարյանի անունով է, գիտես թե ով է նա։
Անդրանիկ Մարգարյանը եղել է Հայաստանի վարչապետ, իդեպ ասեմ, որ իմ ազգանունն է Մարգարյան։ Մեր դասարանը պաստարը դա այնտեղ խորհրդանշող մի ծառ ունենք, դա սեպտեմբերի 1-ի գիտելիքների օրվա կապակցությամբ էր, այդ ծառը ստեղծված, հետո նոր շարունակեցին երեխաների ուժերով, այդ ծառը ինչ են խորհրդանշում, ես սիրն եմ կանաչ մեր նոր դպրոցի, և երեխաները առաջին օրը յուրաքանչյուրը իրենց անունը գրված ընթերցում են և բոլորը բերում փակցնում էին ծառի վրա և նրանք միասնականություն, համախմբվածություն, դա էր խորհրդանշում ծառը, որից հետո մենք ստեղծեցինք պաստարը ամբողջությամբ, այնտեղ ընդգրկված է մեր նշանաբանն է կասեն երեխաները, նպատակ ունենք, որ բոլոր երեխաները խոսեն մաքուր հայերեն, դրա համար այնտեղ նաև ունենք այդ խորագիրը, խոսենք մաքուր հայերեն պաստարի վրա։ Միաժամանակ մենք երեխաների ուժերով, որ պաստարում է փակցված, ստեղծել ենք մեր իրավունքները և պարտականությունները։ Դա երեխաները գիտեն, իրենք են ստեղծել, իրենց շնորհիվ են կազմել։ Ամեն երկուշաբթի օրը մենք դասերը սկսում ենք մեր օրենքով Հայաստանի։ Հիմնով, եթե պետք լինի, նրանք նորից կերկեն, ձեզ կապացուցեն, որ այդ ամենը ստեղծված է իրենց ուժերով։ Ձեր ուսուցչուհին ասաց, որ դուք դասարանում պատրաստել եք ձեր իրավունքների և պարտականությունների մասին փոքրիկ ստեծ, ճիշտ է, կարող եք մի քանիսը նշել։ Լսել ուսուցչուհուն, դասերը կատարել, պահպանել մեր կամքը։ Դասամիջոցներին չվազվզել, լսել դասը դասովը։ Դասերչուշանը դասել դասարանում պահպանենք մաքրությունը, հարգել ծնողներին, պարտականությունները։ Ես արդեն ծանոթացա ձեր պարտականություններին, իսկ հիմա թվեք մի քանի իրավունքներ, որ կարող եք իրագործել դասարանում։ Հարցեր տալ, խաղալ, գիրք կարդալ։ Մեր իրավունքներն են, որ ընկեր Սարգսյանը հարցեր տա, մենք հարցերին պատասխանենք։ Մեր իրավունքներն են հաճախել դպրոց, դասամիջոցներին հացուտել, դպրոցի բակում խաղալ, վազվզել։ Մեր իրավունքն է մեզերին օգնել, բուֆետից օգտվել, գրքեր կարդալ, երգել պարել։ Կպատմես մի փոքր քո պայուսակի մեջ, ինչ կա։ Իմ պայուսակում ես երեկոյան դասում եմ իմ գրքերը, որ դասը չունեմ, դնում եմ իմ գրքերի տեղում, հետո պատմում եմ փիլմ։ Հետո առավոտյան մայրիկս ուտելիք է դնում պայուսակիս մեջ և վերում եմ այստեղ դասամիջոցի մոտ։ Իսկ ինչ կարևոր մի բան կա, որ պայուսակներում մյուսների չկա, իսկ քեզ մոտ կա, քո պայուսակում դա միշտ կա։ Ցավիչ, մատից, գրիչ, եթե պետք է տալ, լինում ես իրենց տալիս եմ։ Մատիճներ, այդոններ, տետեր ու գրիչներ։ Դիրամասի չէր ասել։ Բոլորս պարզեցինք, թե մեր պայուսակում իջեր կար, սիրելի փոքրիկներ, դուք նույնպես նայեք ձեր պայուսակում իջեր կա և եթե կա ինչ-որ մի բան, որ ձեզ մոտ չկար, իսկ մերի մոտ կար, դուք էլ ավելացեք, հիմա գնանք ճշտեք մյուսների պայուսակներում ինչ Սիրելի փոքրիկներ, ես գիտեմ, որ ուրիշի պայուսակը մտնել չի կարելի, բայց ինձ շատ էր հետաքրքրում, թե ինչ կա երեխաների պայուսակների մեջ։ Խնդրում եմ, հանկարծ պարոն Բումիչ ասեք, որովհետև երբ նայում նա իմանա, ինձ վրա շատ կբարկանա, բայց ես խոսք եմ տալիս, այլևս նման բան չեմ անի։ Ուղղակի շատ հետաքրքիր էր, թե դպրոցականի պայուսակում ինչ կա բացի գրքից և տետրից։ Հիմա ես քեզ ամեն ինչ կօգնեմ, որ դու տեղավորես, հա, բայց գլխարկս մոռացա։ Ես ամեն ինչ դասավորեցի, այլևս չեմ անի, խոսք եմ տալիս։ Ես խաղողն եմ, խաղող
ով է ինձ հետ պատպարզողում մեջս պուրպուր արևունուց, մայրն եմ գինու ու քաղցրության, թե չլինեմ էլիտ սեղան։ Զույմիկով եք դուք ձեզ այդքան նուրն է նուրը, այնքան աշնան, հատիկներս քաղցրունուշ, յութեղ, համեղ ու կամրաթուր։ Կասես այսօր դու ինչու ես ուրիշ հագուստով, ես տեսնում եմ, որ քո բոլոր դասընկերները սև սպիտակ են հագնվել, իսկ դու գեղեցիկ հագուստ ես կրում, ինչու՞։ Ես ձեզ համար շատ գեղեցիկ բան եմ պատրաստել։ Երկար տարիներ աշխատում եմ որպես մանկավարժ շուրջ 30 տարի, այս դասարանը կարծես յուրահատուկ դասարան ունի։ Բոլոր երեխաները աշխատասեր, պարտաճանաչ, ակտիվ, մասնակցում են բոլոր միջոցառումներին, ընդգրկված են շատ շնորհալի երեխաներ, եւ այս հանդիպան ժամանակ նրանք նաեւ ցույց կտան իրենց շնորհքը։ Հիացած եմ, որ սերունդը գնալով աչքաբաց է լինում, խելացի երեխաներ են լինում եւ մեծ հույսեր ունեմ մեր ապագա Հայաստանի բարգավաճման, ծաղկման համար այսպիսի սերունդ են մենք տալիս։ Շատ երջանիկ է, որ այսպիսի երեխաների հետ եմ աշխատում։ Քանի որ յուրաքանչյուր դասարան պետք է Վիկտորինայի հարցեր պատրաստել, այս դասարանը նույնպես պատրաստել է իր հարցերը։ Տեսնենք ինչ հարցեր են։ Արժեքավոր կենդանի է, ենթարկվում է մարդու ազդեցությանը, աճում են շատ արագ և գիրանում։ Թռչուն, որը իր կեռ և ամուր կտուցով ջարդում է բույսերի կտուղները, սերմերի կեղևը ջարդում է ամենաամուր ընկույզը, օգնում է մագլցելու ծառերի ճյուղերն ի վեր, կարծես երրորդ ոտքը լինի։ Այդ բառը հայերենի մեջ անցել է արաբերեն սիպր բառից, որը նշանակում է դատարկ։ Այն հանդիպում է առարկաները հաշվելիս։ Թռչուն, որի հետ ժողովուրդը նախանշան է կապում եղանակի լինելու լավ ու վատ լինելու մասին։ Կենդանի, որ երգում է թևերով, լսում է ոտքերով։ Փոքրիկ բզեզը, կանաչավուն լույսով վառվող փոքրիկ լապտերիկ, որ կարող է վառվել երկար և հավասարաչափ, պայծառ, երբեմն մի քանի գիշեր անընդհատ միևնույն տեղում։ Իսկ այժմ ես ձեզ կներկայացնեմ մի Վիկտորինա, որը պատրաստել է ձեզ համար 155 դպրոցի երկրորդի Գ դասարանը։ Նա քնած էր ծաղկի բաժակի մեջ։ Նշեք հեքիաթի հեղինակի և նրա գլխավոր հերոսի անունը։
Ասեմ նաև, որ եթե կարողանաք ճիշտ պատասխանել հարցերին, ունեք մրցանակ, իսկ մրցանակն է կոնֆետ։ Հեղինակն է Հան Քրիստիան Անդերսեն, հերոսը մատնաչափի։ Մոտեցիր եւ վերցրու քո մրցանակը։ Կարդում եմ հաջորդ հարցը։ Կարող եք ասել, այն որ բույսն է, որ բուրմունքը զգացվում է 1 կիլոմետրից։ Կակտուսի ծաղ։ Ապրես, արի եւ վերցրու քո մրցանակը։ Հաջորդ հարցն եմ կարդում։ Ինչ է նշանակում ուշ միջնադարի հայ բանաստեղծ Աշող Սայաթ Նովայի անունը։ Նշանակում է երկի որսով։ Արի վերցրու քո մրցանակը։ Իսկ այս գեղեցիկ հարցաշարը կոնֆետներով փոխանցում ենք ձեզ Տիկին Սարգսյան, բայց ասեք, խնդրում եմ, խոստացեք, որ ձեզ մոտ հյուր կա, անպայման կկարդաք հարցերից մեկը եւ եթե կարողանաք ճիշտ պատասխանել, կնվիրեք մեկ կոնֆետ։ Եվ շնորհակալություն։ Ձեզ համար մրցանակ է պատրաստել նաև Վավա մանկական գեղեցկության սրահը եւ ես ձեզ համար հիմա պետք է կարդամ մի հանելուկ։ Ով հանելուկին ճիշտ պատասխանի, մրցանակ կստանա այստեղ է քարտը։ Թևեր ունի, չի շարժում, կտուց ունի, չի կծում, սակայն ամեն թռչունից այն շատ հեռու է թռչում։ Ինքնատիպ։ Այո, ծափահարում եք։ Վերցրու քո նվեր քարտը Վավա մանկական գեղեցկության սրահ ծափահարում եք ձեր